Հարցակնության եք գնալու, ինչպես հասկացա, կա երբ Չէ, հիմա փաստաբանների հետ պետք է խորհրդակցեն ժամպայմանավորան հասկանան։ Պարոն Սաղաթելյան, սկզբից սկսենք, եկան ժամը 8-ին, ով բացեց դուռը։ Կինս։ Վաղ առավոտյան, հա, 8-ին։ Առավոտ 8-ին, հա, բավականին մեծ քննչական խմբով, մի քանի տասնյակ այս շենքն էլ այն շրջափակ է պարկինգով, բան չգիտեմ։ Դիմակավորված։ Չէ, դիմակավորված չէ։ Ծիծաղելու այս ամեն ինչ, երեխեք ինչ ասում էլի, այսինքն լուրջ անլուրջ է այս ամեն ինչ։ Որպեսզի պատկերացնեք, դա կը նախընտրական շրջանում ամբողջությամբ ապօրինի պահանջ է ներկայացվում։ Մենք պարզաբանում ենք պահանջը, որ Ինչ բացենք բանկները բան սաղաթեն, ինչ գործի շրջանակում, այսինքն ինչի համար։ ապօրինի գույքի շրջանակներում։ Նախ ի սկզբանե այդ գործն է ապօրինի հարուցված, որովհետև ես մեր երկրում պաշտոն չեմ զբաղեցրել 18 թվականից առաջ հայտարարագրվող բարձր պաշտոն։ Առաջվա գործի մասն է, որովհետև դա այդ մի գործ կարծես Այո։ Նախ էդի ապօրինի։ Երկրորդ որ պատկերացնեք 2008 թվականից սկսած ասում եմ, որ ես աշխատել եմ ազգային ժողովում падգամավորի օգնական, ընդ որում մի հատվածն էլ հասարակական սկզբունքով, օգտագործել եմ իմ դիրքը ապօրինի հարստացել եմ։ Ու 2008 թվականից սկսած ինձ, ընտանիքիս, հարազատներիս, ինչ ունեն կալանքի տակ են վերցրել։ Որպեսզի ավելին պատկերացնեք, այն պահանջը, որ ինձ ներկայացրել են, դրանից 10 անգամ ավել գույք արդեն կալանքի տակ են վերցրել։ Հիմա էլ եկե ասում են կանխիկ գումար ունես, էդ էլ պետք է վերցնենք։ Օրինակ իմ բնակարանի կարծեմ 9%-ն են ապօրինի ճանաչ, այսինքն մնացածը հիմնավոր ա եղել 9%-ը ապօրինի, այսինքն բալկոնս ապօրինի է հիմա։ Կամ պարկինգի կարծեմ 11%-ը, սենց իշու։ Բայց ամբողջ կալանք են վերցրել, այլ եկել են ասում են կանխիկ գումար ես հայտարարագրել, այդ դու նախընտրական շրջանում են սկսել որ ասեմ։ Մենք պարզաբանում ենք ուզել, չենք հրաժարվել, բայց ասել են բացատրեք ինչի։ Մեր իրավունքներն ենք փորձել պաշտպանել։ Գործը գտնում է վարչական դատարանում բողոքարկման տակ։ Իրանք ասեն շատ արագ, շատ թեփ դատախազությունը քննչական գործ են հարուցում։ Եկել են խոզարկության ծիծաղելու, այլ ինչ ասեմ։ Պարոն Սաղաթելյան, սա պետք է դիտարկել Փաշինյանի ջախջախելու հայտարարության համատեքստ։ Հա, բայց եթե էսա իրենց ես բանով եմ ասում, ժամանակի նորմալ հոդվածներով են գալել, օրինակ սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն, նորմալ ասելով, այտենց վախենալու հոդվածներով։ Հիմա եկել են դահակի պահանջը չկատարելու, այս ինչ է նշանակում, որ 7 տարի խոշորացույցի տակ գնաց է հասել են 91 թիվ, այն կոլխոզների ժամանակ ֆերմաները, որ սեփական այն պապուս ձեռք բերած կովերից սկսել են, պատկերացնում եք 91 թիվ։ Բան չեն գտե, այս ամեն օր իշոր այսքան խոսում են, ոչ մի բան չեն գտե, եկել են սենց իշոր։ Ամոթ է ուղղակի, այսինքն Զարդերի մասին եք ասում, որ միջազգ ճեպազրույցում զարդերն են համարել ապօրինի, ինչու են զարդեր։ Այո, ինչ ունեմ ապօրին, շուն ունենք մի հատ, դա էլ ապօրինի։ Լուրջ եմ ասում, իմիջիալոց շունս իրեն շատ ադեկվատ էր պահում։ Հա, զարմանալի է, մինչև այդ մի անգամ դահակը որ եկել էր խեղդում էր, այս անգամ շատ ադեկվատ։ Սովորել է, էլի։ Պարոն Սաղաթելյան, առհասարակ սա պետք է դիտարկել հետընտրական process-ների շրջանակում։ Փաստացի արձանագրել եք նաև դուք, որ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց ամեն Ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, այլ առհասարակ լեգիտիմություն։ Ինքը չի ստացել մեր ժողովրդի մեծամասնության աջակցությունը իր իշխանությունը ամրապնդելու համար, նման ապօրինի քայլերով, գործողություններով ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի, մեր նախագահների, այս ամեն ինչի նկատմամբ այս համատարած բռնաճնշումներ, առհասարակ ազգային ուժերի նկատմամբ բռնաճնշումների նպատակը այն է, որպեսզի փորձի նման մեթոդներով ձերբակալել, վախեցնել, ունեզրկել։ Եվ ամեն գնով ունենա սահմանադրական մեծամասնություն։ Ամեն գնով փորձի պաշտպանել իր ապօրինի ոչ լեգիտիմ իշխանությունը։ Եթե հաղթել ես բռնաճնշումներին չի համարեն, պետք է որ հաղթած Չի հաղթա, շատ կարևոր բան ենք ասում։ Ինքը գիտի որ չի հաղթա, ինքը գիտի որ այսքան, տեսեք, աննախադեպ արտաքին միջամտությամբ համատարած խուժանությունների, ապօրինությունների, պետական ընտրակաշառքի, ճնշումների, ուղղորդումների ինքը չկարողացել 50 փլի ձայն հավաքել։ Հետևաբար իր իշխանությունը ամրապնդելու համար գնում է այս ճանապարհով, բայց ընդհանրապես այս ճանապարհը ով գնացել, ասա վերջում է։
Վերջապես Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի վզին կախված է հանձնված Արցախ 5000 զո, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, հանդես են գալիս նոր պահանջներով։ Ինքը լավ գիտի, որ այս վստահության քվեով չի կարողանալու սահմանադրություն փոխել, նոր տարածքներ հանձնել, ու այս շոուները անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետքա պատասխանի հետևյալ հարցին։ 2 ամիս է այդ հարցը տալիս են։ Պատրաստ է հայտարարել, որ Տիգրանաշենը չի հանձնելու, Հայաստանից նոր տարածքներ չի հանձնելու։ Թող այդ հարցին պատասխանի, թե չէ հիմա կգան կմտնեն տուն, երեխեքին կվախեցնեն, մի բան կվերցնեն, 2 գույք կալանքի տակ կտան, հասկանում ես, մենք այնքան բան ենք կորցրել, այս ընթացքում հիմա չգիտեմ էլի։ Բայց դուք մի աչքով եք նայում մեր իշխանություններին, իշխանությունները մեզ ասել են, որ իրենք խաղաղություն են բերել, հիմա էլ ինտերնետի համար տրանզիտ գոտի ենք դարձել, ինտերնետով ենք ապահովելու, կախվածության մեջ են մեզնից լինելու Ադրբեջանի կողմը։ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը ականապատել է։ Այդ խաղաղության անվան տակ ռումբա դրել մեր երկրի ողջ երկայնքով սահմաններով, այդ թվում Երևանի կենտրոնով։ Իր արածը խաղաղության հետ կապ չունի։ Սա թրկահպատակ խամաճիկ իշխանություն է, որը երկիրը մեր պետականությունը տանում է գոյության հարցականի տակ է դրել։ Այսինքն հիմա թող շարունակեն գոռալ, թող շարունակեն այս ապօրինությունները, սա փաստ է, որից չեն կարող հրաժարվել։ Նրանք, ովքեր հերքում են, շատ ուղիղ էլի ասում եմ, այս մարդը առաջիկայում երկիրը տանել է նոր փորձությունների, անվտանգային խնդիրների ու տնտեսական կոլապսի։ Հիմա մնացած անհատապես մարդկանց ինչ կանի, լավ թող անի, հետո բա։ Լավ, այս վիճակում հաշվի առնելով, որ իրավապահ համակարգը փաստացի ինչպես շատերն են նշում, հնազանդեցված է Փաշինյանի իշխանությանը եւ ասում են նաեւ դատարաններն են, սահմանադրական դատանկարը ցույց տվեց, որ ինչպես ասվում է, այդպես է լինում փաստացի հիմա սահմանադրական դատարանից այս պարագայում ակնկալիքը որն է եւ հակառակ պարագայում ինչ պիտի արվի, վերցնել մանդատները թե չվերցնել։ Մենք սահմանադրական դատարանին հնարավորություն ենք տալիս, որ ինքը մենաօրինականության շրջանակներում վերականգնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խախտված իրավունքը։ Կգնա այդ ճանապարհով, շատ լավ։ Չի գնա, ինքը կդառնա մեղսակիցը այս հանցագործին։ Իսկ ինչ վերաբերում մանդատներին, բազմաթիվ անգամ ասել ենք դա, քննարկումները շարունակվում են սահմանադրական դատարանի որոշումից հետո մեր որոշման մասին մանրամասն հիմնավորված կտեղեկացնենք ձեզ։ Պարոն Սաղաթելյան, Դեռ դրան ժամանակ ունենք։ գնում եք հարցաքննության, հա, կանչել են ձեզ այս։ Ժամ չենք պայմանավորվել, այսօր կամ վաղ գնալու եմ հարցաքննության։ Այո, կա հարուցված վարույթ, այս բան կարգավիճակ չունեն, հարցաքննությունից հետո կպարզվի կարգավիճակ կունենամ, թե ոչ։ Իսկ հնարավոր համարում եք սցենարը, իհարկե Աստված մի արածց է, որ միանգամից կարգավիճակ նվիրեն ձեզ եւ առաջադրեն մեղադրանք եւ մեկուսացնեն, իզոլացնեն սպասվող պրոցեսներից, եթե կան։ Չունեմ անձնապես, ես 7 տարի որ արթնանում եմ, դրան պատրաստ եմ, որովհետեւ ես գիտեմ ինչ հանցագործ ռեժիմի հետ գործում ենք, այդ որոշումն էլ իզվաղուց կայացրել եմ։ Բայց դա չի նշանակում, որ այդպես հեշտ համակերպելու ենք կամ հանձնվելու ենք, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք մեր իրավունքների համար, կգնան այդ ճանապարհով, դրան էլ ենք պատրաստ։ Այսօր քաղբանտարկյալ լինելը եւս պայքարի ձև է։ Այստեղ կարևորը որևէ կերպ չնահանջել, որևէ կերպ չհաշտվել, որևէ կերպ չհամակերպվել։ Այդ էլ կարծում եմ այս տարիները դեռ ապացուցում են, որ մենք այդ ճանապարհով չենք գնում։ Որ տնից դուրս եկած ծերունք ինչ ասեցին ձեզ։ Լսի այնքան հետաքրքիր է, սովորել են։ Իհարկե շատ եմ ափսոսում ու չեմ ցանկանա որևէ մեկի երեխեք այս պայմանները ամեն ինչ տեսնեն, դա լավ բան չի։ Դա չի կարա չազդել առնվազն երեխեքի ընտանիքի վրա, բայց այս մեղքն էլ է իրանց վզին, այսօր համարել են իրանք պատասխան տալու, բայց ասում եմ, մենք պատրաստ ենք։ Փառք Աստծո, իմ կինը, իմ ծնողները, իմ հարազատները հասկանում են ինչի մեջ ենք ու իրենք պատրաստ են նաև մեր հետ այս ճանապարհը անցնելու, որովհետև ուրիշ տարբերակ չկա։